Պարոն Ղարաղազարյան, ինչ է կատարվում։ Դուք այստեղ հիմա Մարտուն Գրիգորյանի տան մոտ են գտնվում։ Ոնց է գնահատում այս ամեն ինչը։ Ինչ գնահատում։ Գնահատելու բանը որ գնահատում։ Եկել ենք տեսնենք ինչ եղել, ինչ են հավաքվել, ինչն է խնդիրը։ Այս բանը հələ պարզ չէ, բայց մենք ընդդիմություն։ Որպես ընդդիմություն ընդդիմադիր թաշտի բոլոր հասկանալիներին աջակցելու ենք։ Իսկ ձեր շտաբ, ձեր թիմակիցներին կա այսպեսի ճնշումներ, ձեր շտաբ մտել են։ Մեր մոտ չեն եկել, բայց բացառված չէ մեր մոտ։ Ձեր չեն կասկածում կաշառք բաժանելու մեջ։ Եթե կասկածում հալաբարաժեն մենք տեսնենք։ Իսկ ինչ որ հիմք տեսնում եք այս ամեն ինչին, իրավական հիմք, քաղաքականը պարզ է։ Ու ինչի համար է եկել։ Ես 2 րոպե առաջ եմ ձեզնից եկել, եկել եմ իմանալ ինչ կա, ինչ եղել, ինչ չեղել։ Ես քաղաքական առումով բոլորի ընդդիմադիր դաշտում տեխնացուների կողմ։ Քաղաքական հետապնդում եք կամ ճնշում եք համարում սա նախընտրական փուլում է։ Հաջորդեն բարապես վարչապետի ցուցումներով է կատարվում այս ամեն ինչը։ Որ ասել է ասֆալտին կհայտնվեն ամենամոտիկ տեղը։ Որտեղ ակնհայտորեն պարտվում են իրավիճակից դուրս գալու այլ երկ չունեն։ Դուք եք կարծում որ Սարիկ Մինասյանի շանսերը քիչ են դրանից է սկսել այդպես ցայտնոտի մեջ ընկնել։ Իրանք արդեն Սարիկ Մինասյանի պարտությունը կայացել են, որ համար այս ամեն ինչի հետևանքը իմ կարծիքով Լավ, շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք До конца маршрута 50 метров. Արտյոմ Ղարաղազարյանի հետ։ Նա նույնպես շատ բացաբար գնահատեց այս իրավիճակը, հիմա գտնում ենք Մարտուն Գրիգորյանի տան մոտ։